Եվ այդ տղեկն են ամիսը 300,000, 400, 500, ընդհուպ 600,000 փող իրանց տուն են տանում եւ ապրում են իրանց տներում։ Եվ այսպիսով մենք մուտք ենք գործել պրոֆեսիոնալ բանակ ունենալու շատ կոնկրետ ճանապարհ։ Ես նաեւ հույս ունեմ, որ ձեզնից շատերը մայիսի 28-ին կգան եւ ներկա կլինեն Հանրապետության հրապարակում եւ կտեսնեն, թե վերջին տարիներին բանակում ինչ փոփոխություններ ա տեղի ունեցել, ինչ սպառազինություններ ենք ձեռք բերել մենք։ Եվ իմիջայլոց ես հանձնարարել եմ, որպեսզի չստացվի, որ սենց բերում ենք արագ ձեր աչքի առաջով սենց կա, չէ, սենց վզզ արագ անցկացնում ենք տանենք, որ լա չջոգեք ինչ կատարվեց։ Դրա համար ես հրահանգել եմ, որ Հանրապետության հրապարակից դուրս ա գալու, հետո շարասյունը գնալու ա տենց երկար կանգնի Տիգրան մեծ պողոտայում, մի ամբողջ օր կկանգնի, մինչև բոլոր քաղաքացիները գան, տենան, աչքերները կշտանա, համոզվեն, որ ամեն ինչ տեղում ա, նոր կտանենք իրանց ուրանոցներ։ Բայց այդ ամեն ինչը ես էլի ուզում եմ ընդգծել, որ այդ ամեն ինչը արվում ա խաղաղության եւ ոչ պատերազմի համար։ Բանակի բարեփոխումներով, ժողովուրդ ջան, մենք պատերազմի չենք պատրաստվում, մենք խաղաղության ենք պատրաստվում, որովհետեւ նա խաղաղությունը հաստատված է եւ երկրորդը պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը միշտ գայթակղություն է ագրեսիայի համար։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ մեր երկիրը երբեք, այլև երբեք ագրեսիայի համար գայթակղիչ չլինի, այլ ընդհակառակը հստակ լինի, որ մեր երկիրը չի կարելի ագրեսիա անել եւ այս process-ը մենք շարունակվելու ենք եւ այն մենք չենք թաքցրել, ասում ենք, ընդունում ենք, որ մենք ունենք օկուպացված տարածքների խնդիրներ, բայց դուք համոզված եղեք, որ այդ հարցերը սահմանազատումով կկարգավորվեն եւ դե յուրե դրանք արդեն իսկ կարգավորվել են, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացված է, այսինքն ունի իրավական պարտադիրույթ, սա կարևոր է։ Նախատեսված է, որ Ալմատայի սկզբունքն է, բազային սկզբունքը երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, ինչ որ խորհրդային միության ժամանակ եղել է Հայաստանի Հանրապետությանը, ամբողջությամբ եւ լիարժեք կլինի Հայաստանի Հանրապետությանը, բայց սրան շարունակություն էլ ունի, ժողովուրդ ջան։ Սրա համար մենք պետք է արձանագրենք, որ ինչ որ խորհրդային միության ժամանակ եղել է Ադրբեջանինը, սահմանազատման արդյունքներով ժողովուրդ կլինի, դուք գնացեք տներով, ես կխոսամ, էլի ստեղ։ Հադե թրջում եք շիլն էլի։ Ժողովուրդ, ում եթերը դրած է, գնացեք ձեր տներում նստեք, մի բաժակ չայ դրեք, ես ում եթերով կխոսամ, դուք եք լսեք։ Բայց այս ոնց կլինի։ Ես կատակ չեմ անում, ես տեղ կմնամ, գիտեք չեմ անի, գիտեք կատակ եմ անում, գիտեք որ կանեմ, վստահում եք որ կանեմ, դե իմի ստուգում եմ, վստահում եք թե չէ, դե որ վստահում եք գնացեք տներով, չէ դե գնացեք տներով, հեռախոսները միացրած գնացեք և նույն ձևի կշարունակեմ ելույթ ունենալ, չեմ կրճատի ելույթս, գնացեք տուն մի թրջվեք։ Էսի բարիք է, այո, էսի բարիք է, վերջապես գարու տեսանք, բա սրանց լավ բան, ջան, արա մաստարայի անձրևը ուրիշա մաստարայի անձրևը, չէ, երեխեք դուք գոնե գնացեք տուն ձեզ ասացի տուն գնացեք, Այդ որ առողջության ապահովագրություն կա, դա չի շարքում, որ պետք է հիվանդ արագ ժողովուրդ ջան։ Առողջության ապահովագրությունը, թոշակների ավելացումը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց չեք գնում տուն հիմա ժողովուրդ, ես չեմ հասկանում։ Ուրեմն կարճ պետք է կապեմ, որ չթրջվեք։ Ուրեմն, բայց այս ամենով հանդերձ ամենակարևոր ասելիքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն, ժողովուրդ ջան, հաստատվել է խաղաղություն եւ այդ ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս այդ առիթով շնորհավորում եմ։ Եվ այս ընտրությունները շատ էական են խաղաղության առումով,